Ռոզա Դավթյանի մայրն ի ծնե գեղեցկության ու նրբաճաշակության խորհրդանիշ է և այս անգամ ապացուցեց կրկին, որ այդ ամենն իրենց ընտանիքում գենետիկ է։ Մասնագիտությամբ արծահարդար լինելով նա տարիներ շարունակ ոչ միայն զարդարել է իր հաճախորդներին, այլ նաև հանդիսացել է իր դստեր Ռոզայի կյանքի կարևորագույն պահերին անփոխարինելի աջակից և այսօր նախահարսանեկան արարողության ժամանակ նա պարզապես փայլում էր, մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր հարսնացուի շուրջ, արդարացիորեն Ռոզայի մայրիկը նույնպես գողացավ մի մասն այդ բեմական վառ լույսից։ Իր շքեղ հանդերձանքով, կոկիկ սաներվածքով ու արտահայտիչ ժպիտով նա հմայեց ոչ միայն ներկաներին, այլ նաև այն բոլոր հետևորդներին, ովքեր ուշադիր հետևում էին հրապարակվող կադրերին։ Նրա արտաքին տեսքը ոչ թե պարզապես տպավորիչ էր, այլ լի էր արժանապատվությամբ ու մոր այն տեսակով, ով հպարտ է իր դստեր երջանկությամբ։ Նրա ներկայությունն ամբողջ միջոցառմանը հաղորդում էր մի յուրահատուկ ջերմություն։ Տարիներ շարունակ, երբ Ռոզան գրավում էր էկրաններն ու բեմերը, մայրիկը եղել է նրա տեսանելի ստվերը հոգ տանելով, օգնելով, աջակցելով։ Իսկ այս օրը կարծես եկել էր նաև մայրիկի որպես կնոջ, մայրության և սեփական գեղեցկության տոնակատարության պահը։ Հարազատները պատմում են, որ մայրիկն անձամբ է ստեղծել Ռոզայի սանրվածքը, նախընտրելով ոչ թե կլասիկ, այլ նուրբ, ժամանակակից շեշտադրումներով մի տարբերակ, որը ընդգծում էր նրա դստեր բնական հմայքը։ Դրանից բացի միջոցառման մանրամասներում ևս նրա ներգրավվածությունն ակնհայտ էր՝ սկսած ծաղկային ձևավորումից մինչև հյուրերի ընդունելության կազմակերպում։ Ռոզա Դավթյանի մայրն այդ ամենի խորքում կարծես թե հանդիսանում էր ոչ միայն իր դստեր կյանքի կարևորագույն օրվա գեղեցիկ շեշտը, այլև դրա հոգևոր ու ջերմ հիմքը։ Նրա ներկայությունն այս օրը գեղարվեստորեն, սիրով ու արժանապատվությամբ լի դարձավ նախահարսանեկան արարողության անբաժան ու հիացմունքի արժանացած մաս, և այս ամենի մեջ կրկին ու կրկին համոզվում ենք, երբ մայրը փայլում է իր ամբողջ էությամբ, ապա դուստրը երջանիկ է, խաղաղ ու ամբողջական։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի նախահարսանեկան խնջույքն է։ Դերասանուհին նշանադրությունից հետո կիսվել էր իր ուրախությամբ և ոգևորությամբ, պատմելով թե իր սիրելիի մասին, թե այն գեղեցիկ պահերի մասին, որոնք ապրել էր նշանադրության ընթացքում։ Նրա խոսքերն արտահայտում էին ոչ միայն երջանկություն, այլ նաև պատրաստակամություն մեկ նոր փուլ սկսել կյանքում՝ լի սիրով, վստահությամբ ու մեծ սպասումներով։ Ռոզան իր նշանադրությունից հետո սոցիալական ցանցերում գրառմամբ կիսվեց իր կյանքի նոր փուլին անցնելու մասին, նշելով, որ սիրելն ու սիրելին լինելը իսկական երջանկություն է։ «Ես գտել եմ իմ տունը, իմ իրական տեղը մարդու մեջ», գրել էր նա։ Նա նաև խոստովանել էր, որ այդ օրը աներևակայելի հատուկ էր, լի էր սիրով, ուրախությամբ և ամենակարևորը զգացողությամբ, որ իր կյանքը պատրաստվում է փոխվել դեպի ավելի լավը։ Ամբողջապես շքեղ ձևավորված նշանադրությունը դարձավ ոչ միայն իր սիրելի, այլ նաև Ռոզայի բոլոր մտերիմների համար անմոռանալի պահ։ Իսկ այսօր նախահարսանեկան միջոցառումը տեղի է ունենում մի գեղեցիկ վայրում՝ լի ծաղիկներով, թարմ մրգերով, բույսերով, որոնք ստեղծում են մի կախարդական մթնոլորտ։ Զարդարանքն ինքնին արդեն եղել էր արվեստի մի ստեղծագործություն։ Սեղանները զարդարված էին սպիտակ ու վարդագույն գույներով, որոնք համընկնում էին նրա տրամադրության հետ։ Հյուրերի շարքում են դերասաններ, ռեժիսորներ, ստեղծագործական թիմի անդամներ, այն մարդիկ, ովքեր եղել են Ռոզայի կողքին երկար տարիներ։ Նրանք ներկա էին նաև այս նշանակալի օրը կիսելով հուզիչ հիշողությունները, միաժամանակ կատարելով ապագա հարսանիքի մթնոլորտը զգալու համար նոր կադրեր։ Ռոզայի և նրա ընտրյալի շրջապատը լի էր սիրով ու անկեղծությամբ, նրանց մեջ կարելի է տեսնել այն մարդկանց, ովքեր չեն վախենում լինել բաց և անկեղծ։ Սոցիալական ցանցերում Ռոզան կիսվել էր նշանադրության տարբեր լուսանկարներով, ցույց տալով ոչ միայն իր գեղեցկությունն, այլ նաև այն սիրով լցված պահերը, որոնք արել էին այդ օրը անմոռանալի։ Նա պատրաստվում է իր շքեղ հարսանիքին, որը խոստանում է լինել նմանատիպ հեքիաթ՝ լի նվիրումով, սիրով ու հարուստ գեղեցկությամբ։ Դերասանուհին խոստովանել էր, որ շքեղ հարսանիքը դեռ առջևում է, սակայն արդեն ակնհայտ է, որ այն լինելու է հիշարժան, իսկական հեքիաթ
հիասթափային օր լի սիրով, գույներով և ամենակարևորը ընտանիքներով ու ընկերներով շրջապատված։ Ներկաները սպասում են նրան, որպեսզի զգան այն կախարդական մթնոլորտը, որը Ռոզան պատրաստվում է անել իր կյանքում։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն այդպես իր կյանքում մեկ այլ մեծ փուլ է սկսում՝ լի հավատարմությամբ, նոր ապրումներով և անմոռանալի պահերով։ Նշենք, որ Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից իր դերակատարմամբ։ Սերիալը նկարահանվել է 2022 թվականին Հայաստանում, ով պատմում էր մի երիտասարդ կնոջ մասին, որը փորձում էր գտնել իր տեղը կյանքում՝ բախվելով տարբեր դժվարությունների։ Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական ցանցերում, Ինստագրամում, TikTok-ում, որտեղ կիսվում է իր անձնական և մասնագիտական կյանքով։ Նա նաև հայտնի է որպես մոդել, համագործակցելով տարբեր բրենդների հետ, ունի նաև իր բիզնեսը։ Նրա մասնակցությամբ «Կույր աշխարհ» և «Վերջին զանգը» հեռուստասերիալի բոլոր էպիզոդները համարվում են ամենառեյթինգային։ Դերասանուհու աշխատանքը սերիալում արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին։ Եթե ցանկանում եք ավելի շատ տեղեկություններ ստանալ ու իմանալ ինչ է կատարվել Ռոզա Դավթյանի նախահարսանեկան խնջույքի ընթացքում, ովքեր են ներկա եղել, ապա անպայման միացեք մեր ալիքին, իսկ կարճ ժամանակ անց ձեզ կներկայացնենք ամենահետաքրքիր մանրամասները։ Նշենք, որ դերասանուհի Ռոզա Դավթյանի նախահարսանեկան խնջույքը մի յուրահատուկ միջոցառում է, որը համախմբել է նրա կյանքի տարբեր փուլերի կարևոր մարդկանց։ Այս միջոցառումը ոչ միայն նախապատրաստություն էր առաջիկա հարսանիքին, այլև սիրո, ընկերության և ստեղծագործական համագործակցության իսկական մի մեծ տոն։